Ռուսաստանում զինվորներին զգուշացնում են հեռու մնալ իրենց հետ ամուսնանալ ցանկացող խարդախ կանանցից։ Ինչ թեմա է սա։ Ռուսական թոք-շոուները մերձկրեմլյան բլոգերներն ու մեդիան ձայն-ձայնի տված ահազանգում են։ Կան կանայք, որոնք ուզում են ամուսնանալ Ուկրաինայի դեմ կռվի գնացած ռուս տղամարդկանց հետ, որ եթե զոհվեն, նրանց համար փող ու փոխհատուցում ստանան։ Հայտարարվում է, թե սա կազմակերպված բանդայի պես մի բան է դառնում, արդեն անուն ունի՝ Սև այրիներ։ Այս բլոգերը հայտարարում է, գայթակղում են զինվորներին իրենց փողերի և ռազմական գաղտնիքների համար։ Սեքս գործակալները կարող են իրենց փեսացուի մասին շատ տեղեկություններ իմանալ ու փոխանցել թշնամուն։ Ռուսալեզու ցանցում նույնիսկ խմբեր կան, որտեղ կանայք միայն ծանոթանում են այսպես ասած հատուկ ռազմական գործողությանը մասնակցող տղամարդկանց հետ։ Իսկ Ռուսաստանում ավելի քան $60,000 ու թոշակ է հատկացվում Ուկրաինայի դեմ պատերազմում մահացած զինվորների այրիներին ու ընտանիքներին։ Թե զինվորները լուրջ վիրավորում են ստացել, հաշմանդամության համար վճար կա $36,000։ Սկանդալային այս թեման ցանցում հատկապես ակտիվ քննարկվել սկսվեց, երբ անշարժ գույքի գործակալը պատասխանեց ինչպես տուն առնել հարցին։ Դու գտնում ես հատուկ ռազմական գործողությանը մասնակցող տղամարդու, նա մեռնում է, դու ստանում ես $100,000։ Կարճ, կոնկրետ։ Այս ֆոնին համաձայնեք Կրեմլի կողմից այդքան պրոպագանդվող հերոսի կնոջ կերպարին դժվար է հավատալ։ Մի բան, որ իշխող Եդինայա Ռոսիայի անդամներն ու երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը պարբերաբար քարոզում են, ընդունելով պատերազմում կռվողների կանանց ու մայրերին։ Ինչ է ստացվում, 3 տարուց ավելի շարունակվող այս պատերազմի ընթացքում Կրեմլը մի կողմից ստիպված է խրախուսել ամուսնանալն ու երեխա ունենալը, որովհետև դեմոգրաֆիայի հարց կա, մյուս կողմից էլ զգուշացնել, ոչ բոլոր դեպքերում է պետք դա անել։ Բայց բոլոր դեպքերում էլ երկարատև ու արյունալի պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը չի պակասում։ Նրանց փոխարինողներ փնտրելիս Կրեմլն ավելացնում է փողը, այն գինը, որ վճարում է զինվորական պայմանագիր կնքելու ու Ուկրաինայի դեմ կռիվ գնալու մարդկային կյանքի համար։